Օգոստոսի 28-ին ժամը 3:50 րոպեի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Ըստ նախնական տեղեկությունների, նույն օրը ժամը 2-ի սահմաններում Շիրակավան գյուղի բնակիչներ 1956 թվականին ծնված Անուշավան Թադևոսյանն ու 1969 թվականին ծնված Արամ Բալոյանը եկել են ջրամբար ձուկ որսալու նպատակով։ Համագյուղացիների համար անհասկանալի պատճառներով ԳԱԶ-31 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու ընկղմվել ջրամբարը։ Արդյունքում վարորդ Անուշավան Թադևոսյանը ջրահեղձ է եղել ու մահացել։ Իսկ ուղևոր Արամ Բալոյանին մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Մեքենայի սեփականատերը Անուշավան Թադևոսյանը արգելափակվել է տրանսպորտային միջոցի մեջ եւ ջրահեղձ է եղել։ Մեքենան գտնվում էր ափից մոտ 15 մետր հեռավորության, 2 մետր խորության վրա։ Թե մեքենան, թե դուժածին ջրահեղձ եղածի դին դուրս բերելու համար արդեն իսկ անհրաժեշտ էր ջրասուզակներ, որտեղ օպերատիվ ձևով կազմակերպվել է թիվ 20 Գեղարքունիքի մարզից հրավիրվել են ջրասուզակների խումբ, 1 մարտական հաշվարկ առավոտյան տեղ են հասել եւ ջրասուզակների օգնությամբ եւ մեքենան եւ դուժածի դին դուրս է բերվել ջրամբարից ու հանձնվել է համապատասխան ոստիկանության մարմիններին։ Պատճառները հայտնի չեն, պատճառների հետ կապված ոստիկանությունը հետ համապատասխան նյութերի նախապատրաստման եւ հետաքննության վարման արդյունքում ավելի պարզ կպարզեն պատճառները եւ պարզ կդառնա ավելի ուշ